Ինչու են մարդիկ անտարբեր, մտավորականները լուռ, ամենքն իրենց գործին։ Ուր են գաղափարները եւ մարդիկ, որ գիշեր-ցերեկը մեկ արած Արցախյան շարժում էին հիմնում։ Արժե համակարգ է փոխվել։ Ու կարծում եմ լռությունը հենց լռության պատճառը հենց դա է, որտեղ ստեղծվել է վախի մթնոլորտ։ Վախը ես մի քիչ sense փակագծերի մեջ ասեմ, չկա վախի մթնոլորտ, կա անտարբերություն։ Մարդու ժամանակ այսօր իր համար շատ թանկ է ու ասում է, դե լավ է, մի նախադասություն ասեմ, վաղվա հացիս վայես լնեմ, որովհետև այսօրվա կառավարությունը դա իրագործում է ու դա կարողանում է անել։ Ինչ ձևերով, ձևերը կամ դուք գիտեք կամ էլ նոր կտեսնեք։ Ինչ որ բան կոտրված է մարդկանց մեջ, նույնիսկ նրանց, որոնք այսօր իշխանության ջերմեռանդ պաշտպաններն են։ Լևոն Հարությունյանը վստահ է, ժամանակը կգա, բոլորը կխոսեն իրենց պատճառներից։ Ամենակարևորը չեն հավատում ոչ իրենց, ոչ էլ մեր վաղվա օրվան, իսկ վաղվա օրվա հերը վաղուց անուծել են ովքեր ինձ լավ գիտեք։ Արդեն հոգնել եմ այդ մարդկանց անունները տալ այդ փոքրիկ դրոնները, ոնց ասեմ։ Ես իրանց դրոններ եմ ասում։ Վաղուց հին օգտագործված ոչ կրակելու բան ունեն, ոչ ասելիք ունեն, ոչ էլ մոտեցում ունեն մեր հայրենիքին, որը ուզում են մասնատեն։ Հայրենիք, որը կրծքանշան դարձրած խաղաղություն են քարոզում։ Խաղաղությունը վատ բան չէ, բայց մեր ունեցածն այսօր դրա մասին չէ։ Իրանց որոշած Հայաստանը, որ խփում են իրենց կրծքերին, ես էլ եմ ասել, վաղը մնալու եմ ասենց բարակ գիծ։ Ու այդ գիծն են տալու իրանց, որովհետև դա լինելու է մի փողոց, եթե ասենց շարունակվի։ Օրինակ ասենք, չգիտեմ, Բաղրամյան փողոցը։ Ու այդ դրոնիկները դրանով բավարարվելու են ու երջանիկ լինեն, որովհետև իրանք չգիտեն հայրենիքի գինը ու ընդհանրապես հողի արժեքը։ Ու առավելևս այն տղեկի արժեքը, որոնք բոլորից տվեցին իրենց կյանքում ամենաթանկը, իրենց կյանքը։ Մեր ամենամեծ խնդրը գիտեք որն է եղել, որ մենք 30 տարի ունեինք այդ խաղաղությունը, չկարողացանք այդ 30 տարվա վրա ոչինչ ավելացնել ու չկարողացանք պատրաստ լինել ամենաթանկ զգացողությանը, որի անունն է խաղաղություն, ու այդ հնարավորությունն, այդ շանսը Աստծո կողմից մեզ տրված էր։ Հատված է արդյոք վերջին կարմիր գիծը, եթե թիրախում արդեն մեր սրբության սրբոց մայր եկեղեցին է։ Ինչու չկա դիմադրություն հարցնում ենք։ Մեր եկեղեցին ընդհանրապես որպես քրիստոնյա մենք աշխարհի համար ենք խնդրեմ։ Ու աշխարհը գտել է մի երևույթ, որի անունն է պարոն Փաշինյան, այդ երևույթի ձեռքով ուզում են վերացնել այն խաչը, որը ունի հազարավոր տարիների պատմություն, ու այդ խաչը հարցերալուց այդ խաչը երկիր է փրկել, այդ խաչը երկիր է վերականգնել, ու այսօր ուզում են իրանք այդ խաչը չլնելու դեպքում, ոչինչ ասեն նաև տարածաշրջանում ամենաուժեղ քրիստոնեական երկիրը, որի անունն է Հայաստան։ Լևոն Հարությունյանն ասում է, հասել ենք մի կետի, երբ այլ ճանապարհ չկա։ Պետք է փոխվեն մարդիկ, որոնց ժամանակին լիազորել ենք մեր փոխարեն որոշում կայացնել, իսկ իրենք դրան պողպատե մանդատ են անվանում։ Կուզենամ գա այն ժամանակ, որ այդ պողպատը հալենք ու դրանով իրենց դավաճանի արձանը միտեղ կանգնացնենք, որտեղ երբեք ծաղիկներ չեն գնի, ուղղակի հեռվից գնայինք ու նոր սերնդի ցույց կտանք, ասենք տեսեք, որ սրանց նման չլինի։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։